տաղավարում ինձ է միացել իմ գործընկեր Լիլիա Ամիրխանյանը եւ այսպես Լիլիա կառավարությունը հայտարարում է, որ անկանխիկ առևտրից քաղաքացիները կստանան 2% հետ վճար, իհարկե շատ լավ է հնչում, բայց փորձենք հասկանալ սրանով խրախուսվում է անկանխիկ վճարները, թե այս ամենը, այս հայտարարությունը դիտարկենք հերթական նախընտրական քայլերից, գեղեցիկ քայլերից մեկը։ Իհարկե կարող ենք ենթադրել, որ նման գործողությունները կարող են որոշակիորեն նաև հանրության մոտ ձգտում առաջացնել ավելի անկանխիկ գործարքներ իրականացնելու համար այդ 2% հետ վճարը քեշբեքը ստանալու համար ոչ որևէ կերպ լավորից, եթե անգամ այդ 2%-ը հասկանում ենք, որ սոցիալական այսօրվա վիճակի համատեքստում մեծ գումար չի կարող լինել, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ այս ամենը նախընտրական տրամաբանության ներքո է, քանի որ մենք չունենք միայն այս գործողությունը, մենք ունենք եկամուտների հայտարարագրման ինստիտուտի այդ իրենց այսպես բնորոշման պարզեցված գործողությունները, երբ բոլորը պարտադիր չէ որ իրականացնեն, նույն այդ քեշբեքի, թոշակառուների քեշբեքի որոշակի տոկոսագումարների ավելացումը, այսինքն կարծում եմ, որ այո, մենք այսօր գործ ունենք ավելի շատ նախընտրական գործողությունների հետ եւ շատ ավելի կարեւոր է այս համատեքստում պատասխանել այդ թվում նաեւ մեզ լսողներին հանրության ավելի շատ հետաքրքրում է հարցադրումը թե ինչ սոցիալական խնդիր սա կարող է լուծել իսկ սոցիալական խնդիր ցավոք սրտի այսօրվա ահագնացող գնաճի տեմպերի համատեքստում ոչ 2% անկանխիկ այս նոր որոշումը ոչ թոշակառուների 6%-ը ցավոք սրտի բայց լուրջ այդպես դրական ազդեցություն չեն կարող ունենալ